եմ անձնագրային, ես նախ այդտեղի բնակիչ եմ։ Անձնագիրս էլ այդ տվյալ տեղամասում է։ Արգելից դուք կարող եք այդտեղի բնակիչ լինել։ Հաստատի բնակվել այդտեղ, բայց հաշվառված լինեն մեկ այլ հասցեով։ Բայց ես մի շաբաթ առաջ գնացել եմ, որպեսզի իմանամ ինչու ես չկամ ընտրացուցակներում։ Ինձ ասում են, որ դուք կարող եք ընտրության օրը գալ, մերժումը ստանալ, դիմել դատարան քաղաքացիական եւ վերականգնել ձեր սահմանադրական իրավունքը ընտրելու։ Ես այդ բոլոր գործողությունները արել եմ, ինձ հիմա ասում են ով ասել։ Որ անձնագրային ինձ ասել է Ավան վարչական շրջանի անձնագրի պետ Տիկին Նալբանդյանն, որ ասել է ընտրության օրը մոտեցեք։ Հիմա որ դուք մոտեցել եք, հետո գնացել եք եք դատարան։ Ես ըստ դրա դիմել եմ քաղաքացիական դատարան ինձ մերժել է, վազել եմ վարչական դատարան ու դեռ որևէ Դատարանը համատարած բոլորին մերժում է։ Որոշումները հետ անում ու ես պահանջում եմ սահմանադրական իրավունքը վերականգնել։ Եթե այստեղ երբ որ դուք Գորա, իշքան եք գորա, մենք ստեղ ձեզ սահմանադրական իրավունքը ես էլ եմ ձեզ խնդրում, լծակները գտեք, վերականգնեք, լծակները ով կտա իրավունքը ես ընտրելու, լսում եք, որպեսզի ձեր, հիմա ինչքան խոսանք մնաց 45 րոպե իսկ ես ոնց ժողովուրդ ջան, ուզում եմ ընտրեմ, դատարան էի գնացել, դատարանից պահանջել, Ես հիմա ձեզ դատավորի համարը տամ, դուք զանգեք գործեք։ Դուք չեք քաղաքացիական դատարանի մերժումը մուտք են կարել վարչական դատարան, հիմա ներսում է գործը, բայց ես հաստատ վստահ եմ, որ ես չեմ հասնելու։ Վարչական դատարանը ինձ միջամտել, որպեսզի իմ իրավունքը վերականգնվի։ Այո, եթե մենք զրո ենք, եթե մենք իրավունք չունենք որոշում կայացնել մեր երկրի համար մի լավ բան անելու ու ընտրություն կատարելու, ուրեմն էլ ինչի համար ենք։ Կներեք, իսկ ձևակերպ կան առհասարակ, որ մարդ 100,000 ենթադրենք մարդ, եթե չկա ընտրացուցակներում 100,000 փաստաբան չփնտրի։ Շուտ ձևաթուղթ լինի, ինքը ինքնուրույն դիմի ու հստակ գոնե իմանաք, որ դատարան դիմի։ Որովհետև մի դատարանը Εμյուսին բաց տալով մարդկանց շպրտելով գնում են։ Նայեք ժամը մինչև հիմա բացառվել չկա ոչ։ 3 ժամ կանգնել եք դատարանում։ Ժամանակի պատասխան։ Ում էլ եկավ մերժումով եկավ, այնտեղ տեղում կանգնած։ Ես չեմ կարող, այդ մարդիկ այնտեղ են։ Դաժե փաստ են ուզում, ասում են ինչի հիման վրա եք մերժել, մեզ չեն տալի, ասում են մենք իրավունք չունենք ձեզ թուղթ տալու։ Ոչ մի պատասխան մենք չենք կարող տալ։ Ասում եմ տվեք իմ թուղթս, որ դատավորն ինձ մերժել է։ Բայց հիմա դուք հասկանում եք, չէ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող միջամտի դատական Բայց արդարացիա։ չէ որ անօրինականություն ա Համաձայն եմ։ Կներեք, բայց Ինչ ասենք, դատարանին ոնց ասենք։ դատարանը պետք է մատչելի լինի, թե ոչ։ հասանելի։ Հասանելի լինի, թե ոչ։ Չկա այդ իրավունքը չկա։ Ասում եք լրիվ։ Ասում եք կամաց խոսած։ Վերականգնվի այն մարդկանց Ճիշտ է։ բայց չխախտվել է իմ Հաղորդում տվեք ոստիկանությանը լիազոր մարմնի դեմ, որ ձեր իրավունքները խախտվել Խնդիրը նրա հետ է կապված, որ առավոտվանից այսքան մարդկանց հավատացեք սա մի 5%-ն է ընդամենը դատարանները առավելապես վարչական դատարան լցված է մարդկանցով եւ հասնում են վարչական դատարան մարդիկ բազմաթիվ խոչընդոտներից հետո, այսինքն սկզբից մարդկանց ուղարկում են քաղաքացիական դատարան, ասում են ցուցակներում որ չկա կընտրողների, գնացեք քաղաքացիական դատարան։ Գնում են 4-5 ժամ քաղաքացիական դատարանում, կորցնում են, ահագին են դեղ են ուշացնում, այս դատարանում չենք ընդունել գործերը, էմի դատարանում են գործերը ընդունել, հեսա սպասեք, չէ իրավունք չունենք գործերը ձեզ տակ միջև չստանաք։ Ինչ։ Առավոտվանից ես կոնկրետ այսօրվանից, երբ որ ստացել եմ տեղական ընտրական տեղամասից իմ մերժումը, այդ օրվանից ժամը 9-ից այդ քաշքշուկի միջև հիմա չկա որոշում։ Ոչ մի դատարան չի ընդունում որոշում։ Հարցը նրանում է, որ դատարանները իրանք չգիտեն որտեղ պետք է այդ հարցը լուծվի։
ֆուտբոլի տենանում, մեկը մյուսին է բանանում։ Չգիտեմ, ֆուտբոլ են խաղում մարդկանցով։ Այս նորմալ երևույթ է, չեմ հասկանում։ Ես չեմ անում, ժողովրդան եկել եք ասում եմ, ճիշտ չէ։ Էսա, այսքան մարդկանց նույն խնդիրն է, չեն կարողանում ասել, իրանք հաշվառված են, անձնագրերով գալիս են, անձնագրային ուղարկում է դատարանը ասում է ես չեմ քննելու, իմ յուր դատարանն է քննելու, եմի դատարանը չի ընդունում, այսպեսի բան, եկեք դուք էլ խոսացեք։ Ես մեկ շաբաթ առաջ բացահայտելով որ չկա ընտրական ցուցակներում ոչ մի թաղամասում մոտեցել եմ Ավան վարչական շրջանի անձնագրային բաժին եւ Տիկին Նալբանդյանին ասել եմ որ կա նմանատիպ խնդիր ես հերթագրվել եմ իմ հերթը գալիս է հունիսի 9-ին ես պետք է քվեարկեմ իրացնեմ իմ սահմանադրական իրավունքը հունիսի 7-ին խնդրում եմ ինչ որ կերպ լուծում տալ այս հարցին ինձ ասել է Տիկին Նալբանդյանը մոտենալ Կիրակի օրը դիմում ներկայացնել մերժման հիման վրա մոտենալ քաղաքացիական դատարան եւ վերականգնել սահմանադրական իրավունքը ես այդ բոլոր գործողությունները առավոտ ժամը 10-ից բազվզում եմ եւ կատարել եմ քաղաքացիական դատարանը ինձ մերժել է հիմնավորելով որ դա վարչական դատարանի իրավասությունն է բազել եմ վարչական դատարան այնտեղ եմ հայցակումս տվել եւ դեռ այս պահի դրությամբ իմ իրավունքը վերականգնված չէ Ես պահանջում եմ վերականգնել իմ սահմանադրական իրավունքը, որովհետև իրենց բացթողման պատճառով է, որ ես դրանից զրկվել եմ։ Ինձ չի ցանուցվել, որ մայիսի 26-ից ընտրացուցակները ամփոփվելու են եւ չկա ինչ-որ ձևաչափ դա վերականգնելու համար։ Այսինքն նմանատիպ խնդիրները պարտավոր են կանխատեսել։ Ճիշտն ասած ես հիվանդ եմ եղել ու չեմ գնացել մինչև ամսի 26-ը տեղյակ համենք տարբեր երևի մի 20 հոգի հիմա դատարանի շենքում կա ամսի 28-ին եմ գնացել մի հատ էլ ամսի 2-ին եմ գնացել անձնագրային բաժանում ասեցին որ հնարավոր չի ժամկետն անցածը չի լինի մի գուցե ընտրության օրը կարողանաք ես էլ գիտեմ որ նախորդ տարիներին միշտ եղել է որ ընտրության օրը մարդկանց թույլ են տվել ընտրելու նույն այդ հերթականությամբ անձնագրային դատարան թույլ տվություն ընտրություն всё հիմա ժամը 2-ից գնացել եմ այդ սաղաթյաններով անցել եմ մի հատ էլ Երևանի դաբավճնի ասել եմ բայց տեղ չհասա մի կերպ միացա այստեղ ասեցին գնացեք անձնագրային թուղթը վերցրեք մոտեցեք դատարան մերժման թուղթը մոտեցեք դատարան մոտեցել եմ տվել եմ ժամը 2-ից տվել եմ միջև հիմա պատասխանը 0 ու ասեմ ձեզ երևի մի 20 հոգի այնտեղից հիասթափված որին որ ասենց 0 էր որն էլ որ բան էին արել մերժել էին հիմնական մերժել են չեն ասում հիմքը ոչ մի գրավոր Իմ խնդիրը ես տունս վաճառել էի, բայց քանի որ դեռ նորը չէի գրել, գնել, գրանցումս չկար, գրանցում չունեի, միջև գնացի, որ այդ գրանցում անեմ, արդեն ուշ էր հաշվառում, ճիշտն ասած, հա, օնլայն տարբերակով փորձեցի, եւի 7-8 անգամ փորձել եմ, չի ստացվել օնլայնով, անընդհատ կախում էր, էջը չէր լինում գրանցվել, վերկացա գնացի, հիվանդ հարլիս ասել եմ անձնագրային, այդ օրը չարեցին, ասին չի լինի հերթա ժամանակ չունենք, էլի չստացվեց անել, դրանից հետո այս բանի մեջ ենք, վասկի, այսօր առավոտվանից ժամը 11-ից տանից դուրս եմ եկել, միջև հիմա ոչ մի արդյունքի չեմ ասել ու հույսեր չունեմ, որ կհասնեմ, այսինքն եթե մենք մարդ չենք, իրավունք չունենք մեր երկրում, ծնվել մեծացել եմ այստեղ, ապրել եմ այստեղ, չեմ բացակայել երկրից, հիմա մի գրանցման համար որոշումները չկա, որինն էլ կա մերժումներով է, ինչի հիման վրա են մերժում, ինչն է խնդիրը, ոչ Ռուսաստանից ենք, ոչ Վրաստանից ենք, ոչ չգիտեմ որտեղից ենք, երկրի նախկինում ապրել եմ Տիգրան Մեծուն, հիմա 3-րդ մասում, մայիսի 9-ում, որն է պատճառը, տարիքով մարդ կար,
Չէ, ոչ մի պատասխան ռեալ, ոչ մի տարիքով մարդ կար, զանգեց իր այդ քպական բաներին, այնտեղից զանգարեցին այդ Գարեգին Նժդեհի վճռական դատարան, ինքը սպասում էր, որ իր որոշումը վերցնի, բայց այդտեղ մեծ քանակությամբ ժողովուրդ մերժման բաններ տվեցին on-line-ով ու բացատրություն չեն տալի, ոչ էլ տալիս են մի բլանկ, որի հիման վրա մենք կարանք բողոքարկենք։ Խաձա, ես նկարել եմ իմ տված թղթերը, այսա, նկարել եմ, որ գնացել եմ, վերցրել եմ, իրանց էլ հայտը ներկայացրել եմ, բայց արի ուտես, որ արդյունք չկա, ժամը 2-ից մինչև հիմա պատասխան չկա, պատասխանը, ում էլ գալիս է, մերժումով է գալիս։ Գնացել ենք, մենք ջերմուկի գրանցում ունենք, ամսիկ ինչ-որ 26-ին պտի դիմեինք, չգիտեմ, որտեղ որ մեզ բանանային նստե, գրանցեին նստե, որս նենտրեին։ Այսօր գնացել ենք, ենքան տեղեր են ուարկե, բայց պասպորեն իզուր։ Ոչ մի արդյունք չկա, ոչ մի արդյունքի չենք ասել։ Եվ հմի արդեն ժամը լրանում է, ես գիտեմ, որ ոչ մի բան ես չի լինելու, ընտրությունից ես զրկվում եմ։ Հա։ Ներքին Շինգավետ 16 փողոց 18 տան վրա են գրանցել։ Գրանցված չենք էլ, մենք ջերմուկի գրանցում ենք։ Ուղղակի այնտեղ ենք ապրում։ Մեզ անձնագրայինից ուղարկել են քաղաքացիական դատարան, քաղաքացիական դատարանն ասում է, որ վարչական դատարան։ Մենք առավոտից այսօր մտնում ենք։ Վարչական դատարան մուտք ենք արել հայցադիմումը, պատասխան չկա։ Ես կոնկրետ հեսա ժամը 2-ից գնացել եմ։ Մեր ցուցակը կարող մարմին ունի։ Եվ ունենք դատարանը, որը ունի լիազորություն, հաղթահարելու, Բայց դատարանը պետք է լինի հասանելի, թե չէ։ Հասանելի չի։ Հասանելի չի, առհասարակ հասանելի Բայց չի։ մենք պետք է պատասխան տանք օրենքի բացի համար։ Օրենքի բացի համար մեզ պետք է պատասխան տանք։ Պետք է լինի ինչ-որ մի հատ օրենքի կարգավորում, որով են մարդիկ, ովքեր հերթագրված են, կարողանան մասնակցել ընտրության ինչ-որ տեղեկանքի հիմա։ Ես միգուցե ձեր հետ համաձայն եմ, մանրամասներին չեմ, բայց ես առաջարկում եմ ձեզ այնուամենայնիվ դատարանից սպասել։ Դատարանը որոշում է բանը, որ կայացրեց անընտրական իրավունքը չի վերականգնվել։ Հենց դրա համար է իրանք այսօր արտակարգ ռեժիմով են աշխատում եւ մինչեւ ինձ թվում է հիմա րոպեների ընթացքում 35 րոպե է մնացած այդպեսի այստեղ ես համաձայն եմ ձեզ որպես ընտրական մարմին մենք բարբերաբար հետևում ենք չէ հետևելը քիչ է միգուցե զանգեք Չեն վերցնում, չեն պատասխանում։ Բարձր հենց դատարանի ներքին համար զանգում ենք, չեն պատասխանում։ փորձեմ հասկանալ, երբ եք տվել դիմումը։ Ես ժամը 2 ժամ առաջ, քաղաքացիականի մերժումից հետո մոտ 2.5 ժամ առաջ վարչականում Մի հատ հարց։ Առաջ շատ հեշտ է հարցերը լուծվում են։ Այո։ Սա շատ հեշտ։ Քաղաքացիական դատարանի միջոցով։ Ինչու են մարդկանց գլուխները, չգիտեմ ինչ են անում, գցում վարչական դատարան։ Նայեք, վարչական դատարանը 2000 թվականից է։ Չգիտեմ այդ առաջ 21 թվականի որոշումները բացեք քաղաքացիական դատարանի։ Սա վերաբերվում է դրան։ Մեկը օգուտ չտվեցի, կարա գնա։ Կարողանալու ձեզ օգնել։ Բայց էսի անշնորհություն է մարդկանց, սենց մարդկանց արհամարել ոչինչ։ Ժամանակը կգա, լավ կհամարը։ Այդ որ ժամանակի դնում են ցույցերին։ Ժամը 2-ից կանգնած են դատարան։ Ինչքան մարդ հանդերից հիասթափված գնացել, ազնվությամբ։ ուղղակի հաշվառություն եք, թե Ես հաշվառությունս վաճառել եմ, բայց Ամենայն հարգակով յուրաքանչյուր ընտրողի քվեի, յուրաքանչյուր ընտրողի ձայնի հետ կապված կա ընտրական օրենսգիր, որը ունի կարգ, որը ունի ժամկետներ, որպեսզի ընտրողը իրացնի իր իրավունքը, պետք է նաև կատարի որոշակի պարտականություններ։ Եթե մարդը ուղղակի ոչինչ չի արել, այսօր Երևանում ունի ջերմուկում հաշվառում, ուզում է Երևանում մասնակցել քվեարկությանը, տես չի լինի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլոր սոցիալական հարթակներով, մեդիայի բոլոր
հնարավոր հարթակներով, հանրային հեռուստատեսությամբ, անընդհատ ամենօրյա ռեժիմում ասելա, որ օրն է, որ վերջնաժամկետն է, որ կարող են դիմում ներկայացնել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից դուրս գալու, նույն ժամկետում ընդհանրապես Հայաստանում հաշվառում չունեցողը կարող էր դիմում ներկայացնել եւ ընդգրկվել հաշվառում չունեցողների ընտրողների ցուցակում, եթե մարդը ինքը ոչինչ չի արել ու հիմա որոշել է իրացնի իրավունքները, չեն արել։ Տիկինը ասեց, որ ես երբեք դիմում չեմ գրել, 20 տարի դիմում չեմ գրել, էլի չեմ գրելու։ Ես ինտերնետից չեմ հասկանում։ Ես ասում եմ ինտերնետ պետք էր գնալ ընդամենը, եթե դուք ինտերնետից չեք ուզում, կարեք գնայիք անձնագրային բաժին, կարեք ձեր թորնիկին կամ ինչ-որ մեկին խնդրեիք, որ այդ էլեկտրոնային, այսօր չգիտեմ, էլի կամ մի ընտանիք, որ չունենա այդ էլեկտրոնային համակարգչային հնարավորությունները։ Չէ, իրենք ընտրական օրենսգրքով սահմանված իրենց իրավունքների իրացման ընթացակարգերը չէին պահել։ Մեր երիտասարդ աղջիկը տունը վաճառել հաշվառումից դուրս է եկել։ Ասում եմ ես հաշվառված չեմ։ Հիմա գնացել է 3 օր առաջ ուզում է հաշվառվի։ Բայց ոստիկանություններ, չէ, կարգ ունի, ժամ ունի, ով ինչ երբ ուզենա, պետական մարմինները լավագույն ցանկության դեպքում չեն կարող իրացնել։ Կան ընթացակարգեր, կան ժամկետներ։ Պետք է նաև իրենք էլ իրենց իրավունքների իրանցման համար նորից եմ կրկնում, իրենց պարտականությունները պատշաճ կատարեն, որպեսզի պատկան մարմիններն էլ ապահովեն այդ իրավունքի իրացումը։